Պանելը արդեն չի գործում, չի բետոն, մոնոլիտը չի գործում։ Վարդաշեն 6-րդ փողոց 66-ի դրոպ 1 Երկրորդ հարկի Սա համլողանում են, համոտում են, լվացվում են եւ այլն։ Ամանել լվում Մի հատ կարելի է մոտենանք։ 21-րդ դարում ենք ապրում, սա Երևան քաղաքն է։ Այստեղ քանի ընտանիք է օգտվում է լոգարանից եւ այս զուգարանից։ Ամբողջ հարկը։ Չի, ամբողջ հարկը չի, այն կողմն էլ կա, էլի, դրան։ Հա։ Լավ։ Նույն վիճակը այն կողմն է եւ էլեկտրահոսանքները, բարերը։ Ես արդեն ուզում էի դուք գայի որ Անչափահաս երեխաներ կան, չէ՞ բնակվող։ Ծերեր էլ կան։ Ծերերը հազիվ էին, որ անկողնուց վեր են կացել եկել, դեղերով ու բաներով։ հոսանքների Լարերը ցույց տվեցի, հա, այդ ահավոր վիճակը։ ստեղ գալիս են էլի։ Մի 4-5 ընտանիք է ստեղ են օգտվում։ Որտեղից հələ ցույց կտա։ Ուշ տղան է։ Բան չկա, այդ այսպես ասած դրսում հնարավորություն չկա։ Ստեղ են փռում, ստեղ են Չորացնում, ամեն ինչ ստեղ է։ չորացնում։ 21-րդ դարում ստեղ մարդիկ ապրում են Նույն վիճակում։ Ունա, սա թե բանա։ Չէ, Էլի զուգարան բախ։ Դե երկու ծայրամասերում զուգարաններն են։ Հա, իսկ լույս կա, որ մարդիկ լույսը գոնե վարան։ Իրանք ունեն իրանց տների մեջ, էլի լույսերը, դա ընդհանուր չկա։ Չկա, լույս չկա ընդհանուր։ Այ քեզ սարսափելի բան։ Մի հատ լույսը կպայեք այն կողմի վրա։ Հա, ձեր տունը շատ խոնավ է, շատ։ Ես հեսա դրսից ցույց կտամ։ Դա նույնիսկ հիվանդությունների հիմք։ Բանա 4 ամիսա բուժում։ Հա։ Հիմա հոդացավ է։ Նորից հիշեցնեմ, որ մենք Վարդաշեն 6-րդ փողոցում ենք գտնվում։ 6-րդ փողոցի 66A հանրակացարանային 66/1 հանրակացարանային շենքում։ Ջուր էլ չկա։ Հա, ջուրը հավաքում եք։ Խմելու ջուր էլ չկա, այսինքն։ Այսինքն իր տանը չկա։ Հա։ Հիմա բարձրանում ենք երկրորդ հարկ, հա։ Հիմա ստեղից բարձրանում ենք։ Այո։ Հա, մեր Սա պետգույքի տիրապետության տակ։ Գլուխը։ այսինքն բոլորը ստենք Պետգույքին եք պատկանում։ չի Այսպեսի թող, մի րոպե ասում, Սպասիլյան ջան, ասկորնակ եղան, որ լրացրել եք, սեփականացրել եք նվիրատվություն են անել եւ այլն, թաղապետարանն չէ, համայնքի պետարանը, որպես համայնքային։ Իսկ մեր պետգույքն է։ Հա, նայ, ես որ եմ, արդեն սեփականաշնորհածը ու ես մի անգամից թաղապետարանի հետ եմ իջնում։ Կոնկրետ մենք, եթե թաղապետարանը Ինձ եթե ինչ-որ տեղը կանք պետք է, ես վերցնում համատիրություն։ Արարատ, կարաս կողմը բացես։ Իմս վարձովա տված ասպրես։ Զուգարան կա ընդհանուր։ Ես հարկել եմ։ Չէ, ստեղ ընդհանուր Լավ, իջնում ենք հիմա թե։ Այս են գնանք մեր շենքը։ ստեղ բաց Լավ, իջնենք մյուս շենքեր Գնանք մոտենանք։ մեր շենքը։ եկեք մերեն ներքևին Հետև հեսա մեր Ընդհանուր զուգանից են օգտվում մարդիկ։ ես իշներ թե Արմինեն տունն է։ ինչ հա Ըստի որ տանը լինի, լյանին էլ եմ ասել, շողիկին էլ։ Հա, ես մի բան ձեզ ցույց տամ։ Հա, եթե ցույց տաք։
5-րդ արժեր Նայեք բարձրանան քարերի որ առանձնացել են քարերը։ Հա, այս արդեն սեյսմիկ վիճակն է։ Հա։ Ինչի հետևանքով է այս Տեսեք, այն մասով, տեսեք, արդեն ուռուցիկ Հա, առաջ եկած էլ է։ Եվ այն հատվածից, որ ոչ բնակելի է, էլի միջանցքի տարածք, այդտեղ բնակելի չկա, վրաց ինչ-որ ամպուտություն է։ Եվ այն մասերից բոլոր արդեն քարաթափելու են, ինչ-որ վնասներ են կրելու։ Թե որ մեկը դժբախտության առաջ կողմը չգիտեք։ Հա, այ քեզ բան։ Ասենք թե բալկոները ապամոնտաժեցին, ասեցին դե լավ, ոչինչ։ Հակենք մի բան էլ դժվար, բա դրանք ինչ են անելու։ Խայտարակություն։ Մոտենանք մյուսն էլ։ Մյուս շենք էլ գնանք։ Մյուս շենքի բնակիչների հետ։ Ջուրը մի քիչ ցամաքել է։ Դուք պատկերացրեք անձրևների ժամանակ ստեղով անցնել հնարավոր չի։ Ամենայն անկեղծությամբ ստեղ պիտի ռեզինի սակովներ հագնել, որ կարողանանք այս ջրերի միջով անցնել։ Առավոտը անձրևից չի լինում անցնել։ Գմերն է որ ձունա գալի, այստեղ սարան։ Բայց ինչքան էլ երեխուն տակ հաղթնես, այդ խոնավությունը պապալու կճռած բոլորի խնդիրը բորբսնած է։ Ես երեք էլ եկան նկար ցույց եմ տվել երեխուս անկողինը լրիվ բորբս։ Խոնավության Այն որ մեջ։ ասում 10 յորղան դոշակել տնեց, որ մեկ այդ խոնավությունը բորբոսը երեխուս անջում է։ Այս նույն տիպի սա ներսն է։ Ուղղակի ներսը մարդ կար չկարողացա նկարեինք։ Այս Վրաց եմ այսօր իմ աղջիկը Շնորհավորեցինք, պարոն Փամբուկչյանը հետ այստեղ ա կայնել։ ներեգույթ Իս արո, այստեղ են կայնել պարոն Փամբուկչյանի հետ։ Այստեղ որ կայնեցինք զրուցեցինք։ Այնտեղ էին կանգնած Այս տեսել են այսինքն այս իրավիճակը։ Մեքենայի հետ եմ այստեղ։ Քարը տեսեք էս քարը։ Դեպի վերևել տեսեք մինչև 4-րդ, այն հատվածը։ Հա, Մինչև այնտեղ այսպես քարաթափում ալի։ Մենք չենք կարող այս վիճակում ապրենք, հա, Սոնաճան։ հնարավոր Չափած երեխեք կան։ որտեղ։ Այս Գերոն այս է լրիվ պատը քրքրած է ներս։ Ու ասեմ, կողքի շենքի կոյուղիները սա պայթել է, եկել է ցվելա ստեղ։ Միանգամից երկու շենքը պետքա տարհանել։ Այն ջան, այն քարը հրտնորոցիկ է պատանի կողքինը մեկ։ այս մեկից գլուխն հա, էսա։ վերևի խոնավություն Հենա, մի րոպե։ Նա տեսա։ Այդ են վերևը քարեսա կընկնի արդեն։ Բա, այսա վտանգավոր է, այս քարը ինչ որ մեկի գլխին հանգար չընկնի։ Այս մեկն է, ամբողջ քարաթափվում է։ Էսի հաստատ ոչ մեկ չէր կարող քանդել, էլի։ Հա դե բնականաբար ոչ մեկ չէր կարող քանդել, բարև ձեզ։ Շնորհակալ ենք որ եկել եք Ձեզ ենք շնորհակալ, որ դիմանում եք այս պայմաններում պայքարում եք։ Հա։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Շնորհակալ ենք շատ։ Հա, ժողովուրդ ջան, խնդրում եմ, եթե ունենք նենց բնակարան, որտեղ վտանգավոր վիճակ է, սեյսմակայունության առումով եւ նաեւ խոնավության, մի հատ դա էլ ցույց տանք ու գանք զրուցենք։ Սեյսմակայունությունը հենց իմ դրամն է, պաները հեռացած։ Եկեք գնանք, որ ցույց տակ ու գանք ժողովրդի հետ Դե խոսենք։ գնում ենք։ Հա։ Բարձրանանք 5-րդ։ Գնում ենք, հետո ցույց ենք, էլի։ Այո։ Ունելա, Հա։ խոնավ, ճաչերը, Բայց նա թելնենք վերնենք ֆրանկ, էլի։ առաջ են սուշը ճաչերը, էդի իմ տունը, հավոր վիճակը, իմ տան վիճակը, Որ հարկը, կգաք մեզ ցույց տակ։ Մի հատ իր հետ, հա, մի րոպե սպասեք, գնանք ու գանք ձեր տուն։ Մի րոպե սպասեք, խնդրում ենք։ Որ ասիկ լրիվ անելանենի վիճակ, այն մեր ազատամարտիկի տունը կարային ցույց տային, որ Էսա գանք, որ իրանք ցույց տակ։ վախից են, որ ասում է գնացել վարձով են մնում։ Հա, այ դա պիտի գանք հիմա ուրեմն ապրեն։ Զոհված երեխայի, հա։ Զոհված երեխա է, այն մեկն էլ զոհված։ Այս աստիճաններն էլ ցույց տանք, որ մարդիկ ինչ աստիճաններով են։ Հա, այս Անալիզացիայի մեջ մուրացած է, անալիզացիայի մեջ։ Հա, ինչ անեն, բայց այդպես պայմանում հնարավոր է։ Ջուրը մեջից դուրս է գալիս, եկեք միասին նայեք։ Այս մարդը եկավ ուզեց սարքել չկարողացավ հա, Երբ կողմերից էլ այսպես կանալիզացիա։ կանալիզացիա, հա, հոսում է։ Արջևում Այս անելանելի վիճակ է շատ։ Գանստուն ներևում է։ Սիգան
Նա այդ բոլուղին որդերը սաղ, այսինց տներից դուրս ա գալու։ Տես այն մեծ օծը, որ են օրը բան էի կարել։ Հա, հասկացա։ Հələ նայեք խոնավությունը։ Ջուրը տնից ա դուրս տալիս։ Տնից ա դուրս գալիս Նայեք, այս ջրերը տանից ա դուրս տալիս։ Սա տնից դուրս է գալիս։ Այո, տան տակից։ Այո, տանտակից մենք երրորդ սրա վերևի հարկում ենք, այս Հա։ անգամ մեր կոնդիցիոներ միացված է։ Այս Այ, եղանակի հա, միացված է, տան մեջ միացված է։ բոլոր շեյա։ Հա, հասկացա։ Էլ ինչ պայմաններ ասես ստեղծեցիք անհնար է, անհնար։ Բոլորը գիտեն, որ բոլոր սեզոնները մենք վերանորոգում ենք։ Հա, ստիպված բաղոյս ինչ վիճակ է արդեն։ Հա։ Չեն էլ տալիս, օրինակի համար, եթե հիպոթեկով ինչ-որ բան պայմաններ Հա, հնարավոր չէ։ բոլոր գումար նախ էլ տուն կունենայինք եւ լուռումոճ կապ։ Այդ ծախսերի վրա արդեն դուք խնդիր կա։ Ուզում եմ ասեմ, ամփոփ չենք, որ ասեմ, չենք անում, անում ենք։ Տրամատկանց հետ եմ կներեք։ Ոչ մի խնդիր։ Հա, մարդիկ Իրանք էլ ոնց որ հոգնում են այդ վիճակից։ Հա, մարդիկ Թողել են տալիս, Թողել են գնացել են։ կանարի մարդը, բայց էլի անընդհատ ջրերը սենց թողել է դռները բաց, համեցեք, մեկ ուրիշը կարող գար, բայց դե անհնար է, ստեղ սարքել Բա ես ինչ կարշահոտություն։ Բա այդ է էլի, նայեք, եկել են, սկսել են ու թողել են կիսատ, ինչ անեին մարդիկ։ Այ քեզ բան։ գործիք Քեզա նայեք, ներքաշենք աշխատանքի մեջ չենք գտնվի վախենում մեր վերամենա, մենք էլ հնարավորություններ չունենք համայնքային միջոցներով շենք տրամադրենք ձեզ բնակել տարածա, սա հենց հայտարարած, սա բնակել տաներ է, որ թողել են գնաց։ հետո այս կողմից էլ Հեսա մի րոպե մի հատ նայում ոնց Տեսեք, ասել, սա խնդրում ա վերևից, չգիտեմ, հայտարարած։ Այլ Պատկերը շենքի այս հատվածից այն քարերի։ Հələ։ Եկեք որ վերևներից տանիք չունենք, տանիքի վրա ծառ աճում խոնավություն է։ ջուրը մեջից դուրս է գալիս։ հա, հեսա գալիս է։ Հա, այդ կողմից։ ընտանիք է, 9 հոգով։ Հա, 9 անձից բաղկացած ընտանիք։ Պատուհան, էտա նայեք, հենա։ Այս վերջի պատուհանը։ Հա, ամբողջովին թափվել է։ Իրանք իշխան ուզեցել են բաներով հավաքել, սաղ ներսից պարզ երևում է։ Լրիվ բան արած է, թափվում է, չեն կարող, գործը կիսա թողել են, կեսը վարձով, կեսը որ բան տրամադրել է իրանց հետ, որպես զինվորականի տուն, տեղ եկել, ռուսման տանիքից տեղավորվել է։ 27 միլիոն տվեցին խաղահրապարակը։ Հա, բայց այդ ում է պետք, այդ երեխեք էդ էլա քանդվում։ Անցյալ տարի է ինչ է բացել։ Հա, Դեպիսի կանայք լրիվ Եթե պայմաններագորը տանիքի մասին մտածեն չէ։ մենակ էս ֆոտոս վտանգավոր, սա ինքը սանիտարագիտեմիոլոգիական Երեխային այդ խաղահարապարակ, երբ որ զգար անվտանգ չի, երբ որ սեյսմակայուն չի, շենքը որտեղ այդ երեխեն է ապրում։ Եկան ապա մոնտաժեցին այն ժամանակ, երբ որ արդեն աղբորս երեխեն բալկոնից կախվել էր, եկան ապում էր պետք։ աղջիկերը որ ապամոնտաժեցին ինչ է։ Աստված այդ Այստեղ մտեք, երբ որ ասում ենք տնից ա դուրս Հա։ գալի։ Հա։ Մի հատ էս բարև ձեզ։ Մտել եմ դեռ։ Ցոտը։ Նա տնանց անենք։ Բարև։ Հա։ Սամրաջան, հեսա նայեք։ Ես նոր վերանորոգված տունն է, այսինքն նոր ասելով մի երկրորդ ստա։ Չես լսել, որ խփել են։ Նոր ենք, ահա։ Ինչքան ժամանակ է, որ մի քանի ամիս առաջ եք վերանորոգել։ Մի տարի չի մնում ինքը։ Հա, մնում, այսինքն սենց խոնավությունս վնասում է ամբողջ։ Նայեք, ոնց է դուրս տալիս։ Լավ,
Սեր հոսանքի մուս, նայ, Հա, այսօր հոսանք։ Այսեր հոսանք։ Հոսանք չի աշխ։ Բարև ձեզ։ Ոչ մեկը չի աշխ։ Հա, հիմա կգանք։ Հիմա էլ միացրելը։ Ասենք մի հատ եկեք, ծներեք։ Մանկակ։ Հա, Երեխու սենյակն է, այս պատուհանը ուրեմն բացում ենք, որ օդափոխություն լինի, նայեք, արդեն բորբոսնել է, այս կարից արդեն ջուր է դուրս գալի, քարն է, հա, տեղից ջուրը դուրս է տեղից գալիս արդեն ջուր է, արդեն։ քարն է բացվել, ճաքը, հիմա ասենք, ստեղծել ենք 22 տարի, 23 տարի է, տան նման ենք վերաբերվել, տարածքի հուրցի ասեն, հիմա նայեք, ունեն հարմարություն, եկեք բորբոսը առողջական խնդիրներ ունեն, վիրահատվել են, 6 հատ քիմիա եմ ստացել, այդ քիմիայից հետո իմ ոսկորները ցավում է, ես անկողին չեմ ծածկում, այ հենց նոր արագիներ ծածկեցի, որովհետև ասենց է, Այս մատրասա բանա լրիվ ինչա լինը, գույնը, հոտը, ունեմ ամեն հարմարությունը ստեղծը, իսկ սա գիպսակարտոնա, այսա թրջվել է, գիպսակարտոնա, Տեսեք լրիվ ջուր է։ լրիվ ջուր է, այսա քաշենք երևում է, որ ինքը թե չէ սա էլ ավելի վատ վիճակի կլինի։ Այս կողմը նայեք, ահավոր է, բարերով ասելու չի հոտից, չգիտեմ, դրսից էլ է պարսել։ Հա, պարզ Հիմա երևում է։ ասենք ստեղ, որ խոհանոցն է մտնեմ, էլ ես չգիտեմ, ճար չկա, ուր գնանք, ինչ անենք, այս մեծաց է, այստեղից, կողմ, ստեղ, նայեք հոտը, Հա, լրիվ ջարդվել, այստեղ, մաղաց առաջ հայկել, հապվում, իսկ ստեղ աղն է, որ նայեք, աղը խոնավացած է։ ձեր տվենք դուք ձեր ձեռքով, Հա, լրիվ ջուր է աղը։ ջուր է, Սեղանի վրա տենց սեղանի վրա, էսի պեչելին է, միացեն, ձեր տվեք, ինքը, այսենց, Հա, պարզ է։ իսկ էսի բորբոստից ընդհանրապես ոչ մի բան չեմ օգտագործում, երեք եմ ցույց տվել լրագրողներին մաքրը, այսօր նորից նույն ուղոտը, ուղը, որը քաշում այս է, լրիվ ու քաշես, լրիվ մեր շարած պատն է, ստեղ էլ չեմ ասում, Հա, առաջ եք բերել, որ առաջ ենք բերել, այս է բանը, ջարդվել է, ստեղից էլ արդեն ջուր դուրս գցում, չգիտեմ, լավ։ Սպասում ենք, Հա, գնացինք։ ամենակարևորը այս Հա, սա դե ցույց տվեցինք։ Այս ամբողջը տալիս է, էլի։ Դուրս է գալիս էլ այդ բանը։ նայեք, այս ավելը ստես, լավ, ես կոմար եմ։ Հա, հա, հասկացա։ Ուետի կոյուղա ջրեր, էլի։ Կոյուղա ջրերն է։ Խմելու ջուր չի, Սոնա ջան, անկեղծ որ ասեմ, ինքը տան ձեն աշկով մի անգամ եկակ ուշ ժամի հիշում եք Հա, անցած հա, հա։ տարի։ Հա, ամբողջ քարերը դուրս քարաթափման վտանգը կա։ Հա, սրա փոխարեն ենքան գիտեք ինչ, որ կարելի է ասել, հա, գումար չունեն, բան, բայց այդքան, որ տեսնում ես ինչերի վրա է գումարը մսխվում, որը անվտանգության հետ կապված չի։ Ավտոպարկը թարմացվում է, պարգևավճարներ, աշխատավարձեր է բարձրացվում։ Պարգևավճարների մեջ արդեն 1 միլիարդը վերազանցում է 6 ամսվա մեջ։ Այդ 6 ամսվա մեջ թող 1 միլիարդը ստե դնի, ես խալ բան եմ ասում։ ասեց ու ծիծաղեց, վարչապետիշին ինքը ասեց ու հետո ծիծաղեց, Այ, Սոնա ջան, այստեղից սա թափում է այս շենքի կոյուղա ջրերը, սեփական տները, ես այս կադրը ունեմ, ես կարամ հիմա քեզ ցույց տամ։ Դե տեսնում ենք մեր աչքով։ Վաղը քեզ կուղարկեմ։ Ինչ մի ձևից են փակել են, որ այդ ամբողջ խոնավությունները
անգամ այդ բանից հետո մարդիկ նոր վերանորոգել են նորից, մի ամիս չկա որ վերանորոգել են իրաց տները։ Որպեսզի Ջրերն այս ներքևի փողոցը նկարեք այստեղ են թափվում։ Ես քո այդ վիդեոն ունեմ, բայց միացել դու նկարել։ Տեղից թափվում է։ Հա, այս ձեր շենքի կոյուղաջուրն է։ Սա խմելու ջուր չի։ Սեփական տները։ Այդ վիդեոն էլ ունեմ, ես կուղարկեմ իրեն։ Ամբողջովին խայտարակ վիճակ։ Ու անմարդկային պայմաններ էս պարագայում։ Հա, հաստատ։ Եթե մի զուգարանից օգտվում է 12 ընտանիք, հոգի չէ, 18, ավելի բան։ Ասենք ամեն մեկը մի հոգի էլ չի։ Կարելի է։ Հա, համեցու։ Նայ, Սոնական, ասենք ստեղի, տեսի արդեն 68-ի անա։ Հա, 66 դրով մեկ է նի է։ հա, սա 68-ի ան։ Էսի Սա ձեր տունն է։ Հա։ ոչ բարո ասում եմ ստեղի։ Հա։ Հա, ահա որ է խոնավության հոտը։ Իրանք վառարան են բաղում, ինչ որ Հա, որ գոնե մի քիչ չորացնեն։ կարողանում։ Բարև։ Բնակելի տուն է։ Հա, այս ինչ խոնավության հոտը ստեղ ավելի շատ։ Որ քարը, այդ երբ է փոկվել։ Ավինյանն եկավ տեսավ, հենց այդ օրը։ Հետո Ամինջան հատեսի։ Ավինյանը եկավ տեսավ, ասեց մայրիկ ջան, այստեղ ոնց է կնքում ելնում։ Դերի քարերը։ Ինքնուրույն փոքվել են։ Հա, Զարմացավ է։ ներս անգել։ Բախտի բերմամբ վնաս չի եղել։ Սոնա ջան, տեսեք։ Անդրեվատրերը որ գալիս է, այսինքն խոնավացում։ Պանել է էսի համարվում։ Առաստաղն է ընդհանուր շենքի, միջանկյալ բալկա է կոչվում։ Պատկասեք շենքը Այն արանքը, նատ է տարանքը։ շենքը այսրա վրա է նստած։ Այդ է տարանքը սա նկարի։ Ու սա համարվում է բնակելի։ Ու պարոն Փամբուկյանը Հիմա ասում է, որ բարձրանում ենք հերթով։ եկող տարի ձեզի նոր կհասկանանք։ Այդպես բան չի կարա լինել։ Բանը Երկու շաբթի պարոն Փամբուկյանը կլսի։ շենքի կոյուղատար խողովակը, նայեք, Ահա։ ստեղով գալիս է։ Հա, սա է։ Էսա։ Ստեղ գետնով գալիս է։ Բայց այս խոնավության հոտը անտան։ Միանում է այս կողմին։ Ստեղ էլի շենքի բնակիչներն են միանում։ Ստեղից գալիս է։ Նայ ջուրը նայ Սոնա ջան, այստեղ Հա, թաց։ թաց է լրիվ։ Ինչ է ստեղ։ Ստեղ 2 տարի առաջ խթանվել էր։ Եկան բացեցին։ Սպանիայի պատը։ Հա, այդ ցույց տվեցի։ Ստեղից գալիս է ես կողմից, էլի կոյուղատար խողովակը։ Այսինքն գալիս է։ Ստեղ ապրել հնարավոր։ Հա, անտանելի է այս պայմաններում ոնց կարելի է ապրել։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն, որ դիմանում եք։ Ինչ անենք։ Եկեք հիմա Հա, չէ, այստեղ վտանգավոր էլ է, պիտի արագ լուծում տրամադրվի ստեղ։ Այս է փլատակները։ Տոնը չի։ Չէ։ Համարով ունի։ դե դժվար է գալիս այդ խոնավությունից ու բանից ալ բռնվելա չի կամ ոդային Խնդիրներ ունի։ Հեսա նարայի կադրը։ Ուղարկեք էլի ինձ այդ ավելի լավ է։ Էլի կա տուն, որ ուզում էինք գնալ։ Հա, ուղարկեք, մենք հիմա եթերում ենք։ Տիկի նարան ինչ։ Դիտահորը, որ լցվում է, Հա։ լրիվ իրատունա լցվում։ Հա։ Երեք չի առաջ օրը խոհանոցի կահույքը հանել էր, որ այդ տակը բանը լրիվ փտել էր ու 6 ամիսը մեջ պետք է Կահույք փոխես, այսինքն պիտի միլիարդատեր լինել, էլի, որ ապրել ստեղ։ Տարին մի հատ հերոստատույց եմ արվում։ Տարին մի հատ մեգայից։ Խոնավությունից ինքը անջատվում է։ Դիոդները մեջի լամպայա։ Հա։ Այլ բան չէ։ Շանում են։ Հա, հասկացա։ Մասնագետներն ասում են, պետք է փոխեմ ավելավա թազեն առնել։ Տարին մեկ անգամ տելևիզորին ես առնում։ Արմեն։ Հա, էսա։ Տիկին ավետիցան արեք։ Ես են նկարեք։ Էս ինչ Փոխում գնում է։ ստաշ ջան։
Ստեղից այս ջրերը դուրս է տալիս, լցվում է, այդ խոնավությունից նայեք, գետին է, Հա դե գետինը պարզ որ ամբողջովին ինքը բանն է քանդում։ Հա։ Աննա, բացես դուրը, ահա։ Որ պատերի խոնավությունը տեսնեք, էլի։ Հա։ Հա, շատ լավ, մտնենք ուրեմն մի հա։ Հա, եկեք։ Բարև ձեզ։ Հա տակից հետը տշենքի տակից գնում է, նայեք պետել է։ Երեք եմ քարել։ Բարև ձեզ։ Ասեցի չէ դժվարությամբ քայլում է հազիվ քայլելով եկել։ Նայեք։ Հապում անընդհատ թռել է ամբողջովին։ Աբա Նորա փոխել էլի, կահույքն էլի ինչքան կարելի է կահույք։ երեք եմ կանչել եմ նա դռները քանդել են տարի։ Նայեք խոնավությունից մասը կահույք բանն Այս Հիմնական կադրն է։ պատը առաստաղից լավ անհանցել է։ Հենա, հա, այդ խոնավությունից է յախնիկը։ Ու լցվում է իմ տուն, լրիվ այդ կոյուղաջրերը սաղ իմ տուն է լցվում։ Պետության կողմից որևէ աջակցություն ստացել եք, ինչ որ բանով օգնել են ձեզ։ Չէ, ոչ մի աջակցություն, եղել է գիշերով ա եղել, ես 20-25 հազար փող եմ վճարել, որ եկել են մաքրել են։ Հա մարդը ինչի դեր Գիշերը 25 հազար չեն աշխատում իրանք։ Այս վիճակն է, ինչ ասում։ Սոնա ջան, մի բան էլ ավելացնեմ, Ամեն օր մաքրում եք, նայեք, ուռում ա, նայեք։ Սենց ուռում դուրս ա գալի, այս դրա Աստաղը, Հա։ ես նարայի տունը, ես եմ ձերքով քանդել, սեսմիկ այանից եկան, դիոթեզա էին անում, այն փարոսիկներ էին կպցնում ճարքերի վրա, հասկանում եք ինչի մասին է։ Այստեղ ես քանդել եմ, իրանք փետից բալկա են տեսել, ստե տարես պապի կար մահացավ, ինձ ասես տղա ջան, ես կմեռնեմ կեթան, բայց հիշի, դու ես շենքում տարապել ես, քեզ տուն չեն տալու, միջև ես բալկան ցույց չտաս։ Եկանք ասենք տիկին նարա, պետք է քանդենք, ասես քանդեք։ Քանդել եմ տարո փարոսիկ։ Փարոսիկ էր կպցրած, փարոսիկը պայթել է։ Значит իշում է։ ինչ ասեմ։ Այսպես գերաններ էր կլոր։ Այսպես փեդեր է այդ մեջը։ Որ մեկն ասենք, որ մեկը թողենք։ Ու այդքանից հետո պարոն Բամբուկյանը լավ են մտածում է, այս տարի, ասեմ իս մարդը տարի։ ինչ փոխվի, Չէ, ես Որ տարի ոչ մի բան չեմ անում, որովհետև իմաստ չունի։ Բայց դե այս բանը արդեն փտել են, ասի, էսի փոխեմ։ Երեք էտա կանչել եմ, դռները քանդեցին, հանի չափսերը վերցրին ու մոնդե։ Տակից ջուր է։ Ուղղակի ասենց պիտի տեսնեն, էլի որ հասկանան։ Հա, պիտի բառացիորեն տեսնեն, որ հասկանան մարդկանց դրությունը ինչն է։ Այստեղ քանի ընտանիքներ էին, մի հատ նորից հիշենք էլի թիվը։ Լրիվ։ Ընդհանուր գրանցված այդ բաներով 90 Ապրողներով, հա։ Այդ Նկուղից ապրողներով աստիճաններից հետ, 60 ոտքերը հետ են։ 60 քանի ընտանիք։ 5 կողքի շենքը։ Հասկացավ ընկալեց, որ Ընդհանուր 120 ընտանիքի ռեալ, որ մարդիկ ճարահատված Ապրում են, հա, որտեղ Երբ չկա, ես կոնկրետ ի վիճակի չեմ գնամ վարձ կամ հա։ կոնկրետ ի վիճակի չեմ։ Չգիտեմ, պարոն Ավինյանը որ եկավ, Էսի նորը Սեպտեմբերի շարել, ութին։ երկու տարի է որ շարել են, ասես Հա։ ձեր ստեղի այս ջրերը չլցվի տունը։ Հարկել են, որպեսզի չլցվի տունները։ Որովհետև էլ ճար չկա։ Հա, հնարավոր չի սենց ապրել։ Հիմա մենք համատեղ մի հատ պահանջը կոնկրետացնենք եւ ասենք, որ անհնար է այս իրավիճակում ապրել, հնարավորինս կարճ ժամկետում։ Սեղմ, ամենասեղմ ժամկետները։ Ամենասեղ Մամուրները նայեք, խնդրեմ։ Հա, լրիվ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ոչինչ, դուք ինչպես եք։ Այս դրսի մամուրները ներսը սունկ են։ հեռախոսի համար աշճանների վրա տվեցի։ Հա, հա, հա։ Պահին կորավ, չգիտեմ։ Ոչինչ։ Ես կտամ քեզի համար։ Գնացինք, եկեք։ Ամառը սարքել է, նայեք, նորից աշնան բերան սարքել է, նորից առանձնացավ իրար, որովհետև մանր երեխեք են բարձրանում։ Բարձրանում իջնում են ինքն է խոնավաս, արդեն շարժվում էլ է, չէ, երևի քայլելուց։ Այս վիճակը աշճանները։ Լույս կա։ Ստեղել վերնելուց Պայեցի։ պահում են, վայ, դու ասես մենք չպահում։
Պատագոլնիկը մի հատ խնդրում եմ, այդ կանաչը դրսից որ աճում է, Հա։ սոնա։ Հələ պատագոլնիկի վիճակը նայի։ Հələ լրի բացի բալով։ Տղեն քանի անգամ գաջեց, գաջը թափավ։ Ցեմենտ քսեց, ցեմենտը հեսա թափում է, նայեք։ Նայ։ Անհնար է ժողովուրդ, ես կարծում եմ այս պայմանները։ Նայեք, թեփեք, հələ բանը, Հələ բալկան նայ։ Բալկեն ճակը նայ։ Սոնա ջան, նայ։ Հեսա, այս ճակը։ Ընդհանուր շենքի բալկանն է։ Այստեղ պատալոկը մի հատ նայեք։ նայեք պատալուկը, արդեն ճակ է, Հա, այս արդեն երևում է։ նայեք, Այսենց։ նայեք, Այս խոնավության հոտն էլ է անտանելի, ոնց եք դիմանում։ աղջիկան, ես խոնա, Հա։ Որ չեկավ, արդեն Բարդ է լինելու։ մայկը պահանջենք։ Չէ դե բա, այս Վերջնական։ Թող պարոն Ավինյանը գա, վերջնական տենա ու ասի մեզի օր նայեք, ամբողջովին հա, երևում է այս անտանելի վիճակը։ Հա, շորերով քնում, շորերով, իրով զարթնում եք, ինչ անեք, արդեն էլ ստիպված եք։ Հա, հա, իմ պայմանը, որ ասեք, հա, ահա որը։ որ չի ապրելա, Ճիշտ է, իրոք մարդկային պայմաններ է 21-րդ դարի համար Երևանի քաղաքային իշխանությունը, բարև ձեզ, եւ նաեւ կառավարությունը հնարավորինս արագ ժամկետում պարտավոր են գտնել լուծում մարդկանց տեղափոխելու եւ ապահովելու նրա տարհանելու, տեղափոխելու եւ ապահովելու եւ բնակվարձով եւ մնացյալ բոլորը գնացինք։ Եկեք գնանք։ Հա։ Այս շենքի ահավոր տեղերն է։ Այդ կարակ մի հատ բացենք դիոր զուգարանը։ Ռիտային ասա։ Յասմինի ստացվում։ Տեսեք, նրանք հոսանք և ջուր, իրար Вот представляете, как опасно? Меня провод փոքվեց, երեխաները հոսանքը տոկի տակ ընկնեն։ Հոսանքը և ջուրը մի ուղղությամբ գնում է։ Նույն Նա տասա սրան։ Նա տասա թող բացի էլի այդ արտակնոցը։ Դարձել է սեպակա։ Տեսի կոտում է, չէ՞ իրոք։ Այստեղ էլ փապա զուգարանա, որ համարտային պայմանները, չգիտեմ, բանալիներ հիմա մոտա չեմ կարացեմ, բայց վերևից էլ որ սենց մի քիչ վերև էլ պահեք, ենակ երևում է։ Սպասի մի րոպե կարեն։ Մինչև գան, հա։ Հա։ Տեսեք։ Հա, ասին ներսը ավելի վատ վիճակը է։ Ինչքան է հնարավոր չի դա քողարկել, որտեվ ինքը արդեն հլուզման վտանգի է։ Իրոք չէին կպնում, փոխվում էր երկաթները, փտած էր։ Այստեղ բալկոններ, նայեք։ Այս լարը պահում է։ Թափում էր բալկոնները, նայեք շենքի։ Նույնը միջև վերևը, ես վերևի հարկի ապրող եմ։ Ոչինչ, հիմա հերթը բարձրանում են մի կարևոր պահի։ Ահա։ Այս շենքը սողանքային է։ Պատշգամբները այդ սողանքը լավ արտահայտում էին, իրենք եկան ապա մոնտաժեցին, որ այդ սողանքը չերևա։ Вот эти два балкона հանել են, որպեսզի այդ սողանքը չերևա։ Չերևա, հա։ Հասկանում եք, Քողարկել են, էլի, բայց խնդիրը չեն լուծել։ չեն լուծել։ Այդ պայման ուզում եմ նշվի։ Ապահովել ենք վթարային չի ու գնացին։ Այտենց չի լինում անվտանգությունը ապահովել։ Հա։ Գնանք մի հատ այն կողքի բալկոնները, որ ապա մոնտաժած չի, ասում է պիտի գա գետել հələ ապա։ Հա, ամբողջովին Կարեք առաջամանդակների։ Սեսմիկայանը գրանց է 4-րդ պլյուս։ Հա, տանգավոր է։ 4-րդ պլյուս, մի հատ վերևի վրա։ Հա։ Մի հատ գնանք այդ բալկոնը։ Հա։ Էս բարև ձեզ։ Մի հատ էս նկարում դուրս գա։ Աղբանոց է, աղբանոց։ Ոսամ ջուր, սա իրար է դա։ Ահա։ Այստեղ ինչ կա։ Պետք է գալ էսի ապա մոնտաժը։ Մենակ դուր, տոմատը։ Սրա հետ, մի հատ նկարեք։ Հա,
Սաղ պետք է ապամոնտաժեն, էս էլ մեր կայնած տեղն էլ։ Սա էլ տակից է տենց Սա երբ են պլանավորել գալու, բա ուշ չլինի։ Այսինքն քանդում են, որ Հա, չերևա Չենք ու չտան, հա, որ աշկ փոշի հաղցնել, թոս պիչեն կոպիտ ասած։ հա, հոմրեջետել էր աղավոր։ Հա, Ահավորները սկսա վերև արդեն նորից։ Եթանք մի հատ վերևի հարկը է Սոնաջան։ Տատի ամնում մի հատ 86 տարեկան պարոն Ավինյանը ասեց մայրիկ ջան հետ գնա չընկնես։ Հա, ու եկավ այդ բալկոնը ապամոնտաժեց, որ մայրիկը չընկնի։ Մի հատ լույս պահեք էլի։ Հա, այսա, տեսեք։ Այ այսպիսի պայմաններում են ապրում մարդիկ վերև։ Մնում ենք ես կողմ նոր։ Հա, Գալիս եք հեսա դե։ Կարեն լույս Ես ունեմ լույս տապահով եմ։ 85 տարեկան կին է։ բարև ձեզ։ Ընդհանուր Բարև ձեզ։ բարի Ո՞նց եք։ Ոյ մերն են գեզ։ միների ողջերի Ուզի հասկանաս նա Հա։ է ծավոտանը 2023 թվականի սեպտեմբերի 8-ին Հա։ նախընտրական օրերին պարոն Ավինյան եկավ ստեղ նկարեք էլի մայրիկին ասեց մայրիկ ջան դու որտե ես ապրում մայրիկը արդեն մոռացավ որ ասին դե ասեց ստեղ ասեց սեյնակդ որտե՞ղ է ուզում եք գնալ արդեն ասի պարոն Ավինյան ձեր շանը կկապեք մի օր ստե ապրի 18 բնակիչ է օգտվում ստեղից 21-րդ դարում Նայք պատերին նպատալոք առաստաղը Там улица Իգարշկի туалетный и посуда Համ ապսերվում, համ էտ գարշավ վետրոյով ջրեն են թափում Եվ դա 17 ընտանիք մի 17 օկտոբր 17 ընտանիք անձերը չեն Ինչպես է ստիկերը Կուխնի աուտելի կակները Հեսա լենտաները բերեց Պարոն Ավինյան եկավ գնաց բերեցին այդ ժապավանները կպցրեցին մեր թաղապետաները բունու վարչականը մեր թաղապետանը բերեց փագեց բալկոններն էր ապամոնտաժին ես կնկա սարքեցին չոլի Արդեն 30 քանի տարեկանից տեղը միջև ավեսար, այդ բերանդատան չմնաց, նարկոսի տակ եմ ընգեր, եկրես, Անտեղ չկրեցել հարևանին էր, բերեց կծեց հիմա պետք է իրան տանիմա հաներեն չակա։ Շենքի ամենատարեսկին Հա, 46 տարեկան առողջություն ձեզ։ Նորա հիվանդանոցից դուրս եք մի դառնա Ծախ պլաստիկ հանած մաքրած, պլաստիկ ասախ։ Ոնց է ստիկել հիմա Խոսա Ավինյանը ինչ ասեց, չասեց տարուկես Հա, տարուկես էլ լաչի, այսքան համբերեր ես ասմա, այսքան էլ համբերեր, տաս այսքան էլ համբերեր, բայ հետ համբերելը, սպասմոն մերնենք հինգ, եթին երեխեքը քուչեքն են թապարը Տատին ենքան էր ուրախացի, ասեց Կարեն ջան, ապրես պարոն Ավինյանի, որ բերեցիր ստեղ Անգեն աշկով ասի, մի հատ արին այ, Տիգրան ջան ասի, ինչ է կատարվում Հարմարություն չկար ես այդ ստեղների հարևանին էր, դերի որ քարպես կաքալի գոնե մեկը բոյեցը պահակալու Միջև իրա քաղաքապետն էլ ես ճանաչել Մուզես տալիս էր իրան, հաները մի տեներ չեն կարող մտնել, չեն գալի տանել Մենք կարող ենք օգնել ձեզ որևէ բանով, տանենք։ Ինչ անենք Ինչ է Եկերեմա ինչա պետք Վարդան, մի հատ կգաս աղբերես Մի հատ հանեն են դեպել ես արդեն չեմ կարող մեկ չեմ մտնել Չէ, դուք թողեք մի րոպե, դուք թողեք, մենք կտանենք։ Ես կպահեմ։ Ստեղից քաշենք աղբեր, այս պրախոդից անենք, որ ուղիղ գնա ապեր Ինչ ունեք ասելու այսօր Տիգրան Ավինյանին, որպես ամենատարեց բնակչուհի Վարդաշենի հանրակացարանների։ Ամենայ Ճամպեր հիվանդ, ես եմ վաղ անապով ընտանիք եմ ես Իմ երեխեներ տվեսներ մարդուսներ տվես են մնաց եթին իմ բանակի չծարայեք միջև մատ թոշապր չեն կապել երեխա ունի ես երեխեքի Աջանով ստեն վատացել եմ Հասկանալի Ինչ ունեք ասելու կոնկրետ Տիգրան Ավինյանին, քաղաքային իշխանությանը, ինչ կասեք իրանց այսօր Ինչ ասեմ, խնդրում եք աղաչում եք ինձ
4-ը պատա ես տեղի թողեմ ես տարական ես ջրերից թողեմ եթամես թողեմ եթամ երեխեքին հագեմ Այս բոլորը խոնավություն է, նայեք։ Սենյակի պատերը ջուր է։ Մենք տեղ կհասցնենք ձեր խնդրանքը, կփոխանցենք, տեղ կհասցնենք, այլ ու եւ կպահանջենք։ Մենք ձեզ հետ նաեւ պահանջատեր ենք լինելու, իմացեք, որ ձեզ հետ ձեր կողքին պահանջում ենք։ Լավ։ Ձեզ էլ հասնի Աստված մայրիկ ջան։ Ես էլ ահա չեմ կարող խոսալ, բերազատամուց կա, հաշ չեմ կարող մուտել, արդեն չորացել եմ, մեղք եմ, էլի, ընդ մենակ պրիգետ, ես ապրելա, ցիգանոց ես չապրի։ Ու համարվում է 4-րդ հարկի ջրի պատերը, 4-րդ հարկը, նկուղը հասկացանք պատվանը, բայց 4-րդ հարկի թաց է պատերը, անձեն աշխով որ ձեր եք տալի, ջուր է էսի, խոնավություն է։ Կգամ, անպայման կգամ կչապեմ եսա, մի 5 րոպեից։ Ինչ է տատի։ Ձեր շումն է, չգալու եմ չապեմ։ Լավ եմ տատի ջան։ 4-ը պատրեք, ես տեղ թողեմ եթամ։ Ավինյանը ասել է, չեմ ես կան համպերի։ Ես Ավինյանին կասեմ։ Մենք իրեն կհիշեցնենք եւ կպահանջենք ձեզ հետ միասին։ Իկերիմա 5 րոպեից կգամ։ Բարև ձեզ։ Ամոթ, ամոթ։ Աստված ջան։ Ուտենց 18 ընտանիքը դեից է օգտվում, Սոնա ջան։ Հոսանքը խառնված։ Հաջա։ Մեր հարազատներն են, մեր հետ։ Անսատիկին թենյանը։ Մի քիչ հետո կբարձրանանք, ասացա։ Ես էլ ամբողջ դուրը նայեք։ Հա, Նա պահեք։ քանդած վիճակ է։ Լրիվ շենքը սա նստում է։ Այսինքն ամեն ոչ միայն անձրևաջուրը, անձրևը վերևից, կոյուղաջուրն էլ ներքևից, լրիվ քանդել են այս շենքը։ Ինչքան ամուր է եղել կառուցած, որ այսքան էլ Ծեցավորիչնեք մի հատ այնքան կարևոր բան եմ ցույց տալու, այդ որ ասացիք ամուր, միշտ մոռանում ենք դա ցույց տալ, ծեցավորիչնեք ցույց կտա։ շատ լավ, սպասում։ Ամենակարևոր բանը որ միշտ մոռացել եք Լավ, հա, ու շատ արագ անենք, որ այն մարդիկ արդեն հիմա գալիս ենք։ Իմոտ պանելի ձերքս մեջ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ստեղ եմ ապրում Սոնա ջան։ Իբր համարվում է, ասենք շենքի հələ մի հատ ուրիշ բառից է։ Սա իմ բնակարանն է։ Ոչ բարով ես ստեղ եմ ապրում։ Բարև Ոչ ձեզ։ ջուր ունեմ մեջը Սոնա ջան։ Ոչ զուգարան ունեմ, ոչ կուխնի ունեմ։ Մտեք, արի առաջ։ Ոտքնես թող խերով Հա, ինչ խերով շուտ քանդել, նա քույսն է սվարի։ Խերով լինի շուտ քանդեն, էլի։ Այս վիճակն է, ես ստեղ ապրում եմ։ Այս պայմաններով ոչ կուխնի ունեմ, նայեք։ Տղա ունեմ Ռուսաստանյան Դաշնությունում, ասում է գամստե որտե ապրեմ, այր ջան։ 28 տարեկան է, եկյա մարդ է, ոչ ամուսնացրել եմ, ոչ բան եմ արել, ես այս ճակեր եմ։ Կար։ Այս էլ ամբողջովին։ Իսո մի հատ լույս կվարես, Իսո։ Հակիսվել է պանելը։ Իսո։ Խոնավ է, խոնավ։ Պատերից բռնած պանել մեծ սաղ ջուրը, խոնավ։ Даже картина. Կասյոսոքեր ստեյց են օգտվում։ 17 ընտանիք էլ է։ Երանք տեկրանտները փոխելով, տրապները բացելով, սաղորը հիմա ջուրը լստեմ, նայեք ինչ վիճակ է։ Նայեք։ Այստեղից նայեք ջուրը գնում է տակի թափի։ Թակի կարենի որ բացեց մոտը։ Հա, նա տակից արդեն ուզում ալացվի։ Ուտենց հարմար մի ես կամ վետ օրես կոմավ է։ Պարզը արդեն հասկանալի Է զզվելի հարմարությունները։ Կարս լույսն է ասում վարեիր։ Լավ, բայց վարեցին, լավ։ Նայ, Սոնա ջան, ձերքս մտնում է մեջը, հեսա, իմ դրան վերևն է, ես էլ որ ես տեղ եմ ապրում։ Հա, բաց։ Մատրես մեջն է մտնում։ Իջնենք ներքև մարդկանց հետ էլ խոսենք։ Ես կատերը ես եմ արել, մասկիով, ես արի, բայց փոչմանել եմ։ Դե ապահովություն է մի քիչ էլի էլի հնարավորինս բարև ձեզ։ Բոլորիս։
Անդած։ Գալիս են։ Եկեք։ Ոսանքը ծևն է ակնայք։ Էլեկտրոցանցի կոնից ալտես։ Ցույց եմ տվել ասել եմ։ Եկեք տեսեք։ Հա, բայց։ Ատին տեսել։ Հա, Սա տոսերնային։ մի հատ մտնենք, ո՞նց ես։ Բա ես ինչ բուջուրիկ ես դու։ Մեծ համսեկան։ Ոյ ոստված բանի։ Ոյ բլոջես։ Հաս, թոքաբոր բերեք։ Ես խոնավությունը։ Էսա։ Ստեղի ճաքերն են, նոր ճաքերը արդեն տալիս։ Օդն էլ է, բայց շատ խեղդող է խոնավությունը, կա խոնավության։ Մեծանումա իրանք էլ ստեղ մնում են, աղջիկս 3 յորնիկներս 6 հոգի։ Հա։ Էս էլ մեզի ապագա զինվորա քնած։ Վայ աստված իրան։ Խաղաղ քունտա բալես քեզ։ Ամբողջ օրը այսքան տեղ ես։ Բլոջես։ Ջան։ Չապել է։ Այս իրավիճակում ապրում են մարդիկ։ Ինչ խեղդում է այս խոնավությունը, Խոնավ չեք տեսնում, մի սենյակի մեջ համ ուտում ենք, համ քնում ենք, համ քանի հոգի եք ես մենք 3 հոգի ենք ապրում մի սենյակի մեջ։ էսա պատահանները։ Նայեք, վախենում եմ, թե մի ուժեղ քամի տնեց է իրար գալիս, ես չեմ համ ինչ անում, այդ համար չկա, մեր ական պատալուկս մենք, սարքյում վերանորոգի, սա խոնավություն։ Չէ, որ վերանորոգի իմաստը, տեսանք ներքևում վերանորոգած տները ինչ վիճակում էին։ Ոնց որ հին շորին նոր կարկատան։ Այս վիճակում։ Էսար Սոնա ջան, այստեղ էլ ապրում է, իր երեխեքի հետ, Այս ինչ ա եղել, քանդվել է ամբողջովի։ այո։ Քանդվելա դուր ենք դրել, բան ենք արել, որ գոնե տես մի հատ պաժարնի խոդ ունենանք։ Պաժարնի խոդ էլ չունի շենքը։ Ոչ մի տարական բան չունի։ Ստեղ երկու մանր երեխա են ապրում, բայց հիմա տեղն չեն էլ։ Դուրս դիմարի։ Մայիս ամսին որ գաս ունենա տարականների։ Հա, ձեր մոդելը է, էլի խոնավությունը սենց բան է։ Այ այնտեղ նայեք, Հա, այնա ճակում է դրան վերևը։ ու երկու անչափահաս երեխա։ Աստված պահպան։ Երկու աղջիկ մարդու կնի, մարդն շաքարով հիվանդ է։ Հա։ Տեղ չունեն, այստեղ որտեղ նստեն, այստեղ ինչ չկեն, որ պարկել այդ մարդիկ։ Չարը կտրված այ 6-րդ հիվանդանոցում պահակ է, այն պահակի բուտկեն է պահում իր երեխեքին։ Մեկի մանգապատել, մեկի դուբրոս, շռելու տեղ չունեն երեխեքի, քնելու տեղ չունեն, ուր է թան։ Էսի պայման է։ Չէ։ Էսի ցիգանները սենց չեն ապրում, ինչ որ մենք ենք ապրում։ Աստված դες համբերություն տա։ Ուստան կարեն ունենք և հիմա ունենք։ Նա դեր գնանք ենքում։ Նկարները որտեղ են տնում, որ Աստված կանչում, որ մի օր լույս բացվի, մի լավ նորել մենք ասենք։ Լքված սենյակ է, մարդ չի ապրում։ Հա, դե ստիպված մարդիկ թողել հեռացել են, որտեվ այս պայմաններում այդքան հնարավոր չի։ Էս էլ ընդհանուր զուգարանա։ Կրանքից մեկը իրան ներքնաշորն է լվում, մեկը կանանչի ու կարտոշկա, ամեն ինչ, մեկը աման-չաման, ու ոնց կարաս այդ ափսեներից հաց ուտես, երբ որ ստեղ ամեն ինչը լվացում աստեղ։ Չեմ ասում տուալետի հերթի գոյությունը, որ առավոտ դպրոց են, գործի են, հերթին հերթ են կանում, երեխեքից այս մի տուալետ է, տուալետն է, սա ունիտազը իրար է գալի, վախում ես նստես, նստում ես իրար է գալի, օբշի, ջուր ենք տաքացնում, բենթոներով, կիպիկինիկով Ստեղ եք լողանում։ Այն ու բա ինչ անենք, ուր կնանք, այս պայմաններում, այս մի հատ կնանքը, աման ենք լվում, լողանում ենք, Հա, հոտը չենք կարող փոխանցել։ Հա, հիշացրեք։ Ավինյանը հարց տվեց, ներողություն, այստեղ քանի ընտանիք է օգտվում ձեր 5-րդ հարկից եւ ովքեր։ Ստեղից օգտվում է 17 բնակարան եւ անչափահաս առնվազն 9-ից 12 երեխա։ Առավոտը վեդրոներով գալիս է ստեղ, սպասում են հերթա, չեն կարողանում, մեկը լողանում է, մեկը Վերջը մարդիկ օգտվում են առավոտը։ Հա, էս էլ է խոնավության հոտը։ Փոքրաբոր բա, մի շաբաթ առաջ հիվանդանոցից դուրս ա գրվել,
Պատմանի խոնավություն։ Մեկա բուժվի, չբուժվի, նորից Հա, վերադառնում է հիվանդանոցից նույն վիճակն է։ Պատերային է խոնավ։ Խոնավությունն էլ լրիվ հետևում է։ Փոքր երեխա գաս տեղից ցած կան, ես ինչ վիճակա։ Հա, այս այդ ապամոնտաժեցին, որ վտանգը չէր եղել, էլի իջև թե։ Ավելի վտանգավոր։ Բայց ավելի Дети подойдут или пожалуйста. Ժողովուրդը լվացք փռի։ Լվացք փռելու համար կրել դավի ամեն։ Հա, մեկը պիտի փռի, մեկը Թեկուզ մեզ զուգարան գալու համար։ նույն պատմությունն է։ Հա, բախնդիրը։ Մեկը կանաչի է մաքրել, մեկը զուգարան, մեկը նոչերի տակ այդել։ Այդ ոչերը դմնկում է ստեղից, որ մի հատ երեխա կամ տարեց մարդկով։ Այդ ախտն վերջնա։ Այս դուրը լրիվ իրարական։ Իրեքան Հա, մաքրաշեն։ որովհետև ինքը վտանգավոր է, սա։ Շենքն էլ է, մի քիչ վազ են հանկարծ։ Հա։ Հնարավոր չի։ Այդ մի պարանը այսքան ընտանիքի։ Այ քեզ բան։ Ըստ լվացքի կեսը հեսա։ Ժողովուրդն ասեն դռների դեմը ստիպված, որ գրիչ չլինի, ամեն մեկի շորերը չորանա, մեկը գործի, մեկը դպրոց։ Ստեղ նույնը։ Այս խոնավությունն էլ արդեն տունն է։ Մեր երեխեքներ ամբողջ օրը ստեղ խաղում են, մենք էլ ստեղ նստում ենք, որ չգնան դեպի բալկոն։ Դռնով դուրս չընկնեն։ Հա։ Իջնենք ներքևել։ Ինչ որ բան ունեք քաղաքային իշխանությունից պահանջելու դուք որպես տարեց մայրիկ։ Նոր բնակարաններով ապահով են դուրս գանք ստեղից։ Երազանք է դարել։ Մենք պետություն ենք կառուցել, պետություն ենք պահել, 30-40 տարի ապշապել ենք, պետության նալոգ ենք տվել, 2-3 հատ բանակային եմ տվել։ Հիմա ես այսօր զուգարանի մեջ նստել եմ, որտեղ քաշում, այս հասակի կնեմ 80 տարեկան եմ։ Պետությունը ինձ սենց է արժանացնում։ Հա? Ես այդքան տարի ապշապել, պետություն կառուցել, իմ երեխեքին ուղարկեմ բանակ պետություն պահել։ Հիմա այսօր օրը ես սրան եմ արժանի։ Զուգարանում եմ նստել։ Զուգարանում։ Իհարկե սրան չեք արժանի։ Ամենաբարձը նաև որ խոստումներ են տալիս, ընտրությունից առաջ գալիս են, որ ամեն ինչ շատ լավ կլինի, բոլորը միաձայն այս ընտրությունները անցնի, կդիմեք մեզ։ Շատ լավ կլինի իրենց համար այդ պարագայում։ Անգամ եկան, դիմեցինք, դաժե քաղաքապետանից մեզ դուրս գցեցինք, միլիցիաներին կանգնացրին, ներս չթողեցին այդ անձրևին ու քամում։ Անգամ այս մեր մեծ ասակները, Հա, ես տեսա վատը։ որ գալիս էր։ Անհամարական էլի, մենք դիմեցինք, որ իջնի, գոնե 5 րոպեով մեզ լսի, անգամ դա էլ չուզեցավ, աթոռը տաք էր, պինդ բռնել աթոռը, էլ հետաքրքիր չի։ Իրանց տները, որ մտնենք, ամեն մեկի ննջասենյակում տուալետը կա, իսկ ստեղ երազանք է դարել մարդկանց, մարդը քնի ձարդի շորերը հագնի, կոշիկ հագնի, Ուր գնամ, մուտին ուր գնամ։ Այդ գիշերով գնա հարամ լինի։ Տեղից մենք տոալետ։ Այս մուտին ուր գնամ, այդքան հաստատ։ 21-րդ դարում սենյակները չունեն զուգարան ու գնում են գիշերը տղամարդը կանոչ հետ ապերում այդ վիճակը Էլի կիսվել է բանելը։ արոսիկները վերին հեսա կպցրել են այ արոսիկները սոնատյան պայքել է Անցած անգամ այդ երկրաշարժին մինչև գիշերվա ժամը 3-ը երեխաների հետ դուրս ենք եղել աջալելով, ֆուտկեքով, մինչև ժամը 3-ներ նոր ցրել ենք երեխեքին ներս։ Այդ երեխեն չի հասկանում, ինչով է մեղավոր, որ այս պայմաններում ենք։ Եթե մի քիչ խիղճ ունեն, իրանց մոտ այդ խիղճը շարժի, ապահովեն նոր բնակարաններով գնանք, մենք էլ մարդավարի ապրենք։ Այս տարիքին գոնի շուշ քաշենք։ Ամեն հարգին 10 տեղա երեխա կա, ապագա զինվոր է։ Այս Մեր երեխեքը իրանց համար երեխա չեն։ Առողջ պիտի լինի ապագա զինվորներ, որ սահմանին կանգնի։ Չէ, ճիշտն ասած, այստեղ առողջ դժվար է մնալ, որովհետև արդեն կոկորդս ամբողջովին խեղդում է այդ խոնավության հոտը։ Պալիկլինիկա, ասում եմ մի քիչ ուշադիր եղեք, էլի անընդհատ ասում եմ ինքը պատվաստում պետք է ստանա, բայց քթերից հոսքը կա, նենց արեք թող դադարի։ Ասում բժշկուի ջան, մի հատ եկեք նայեք, այնտեղ մի ժամ նստեք, տեսեք, ոնց դադարացնեն 6 ամսեկանի քթի հոսքը։ Ու այդ երեխան 2 ամիս է ինքը պատվաստում չի ստանում։ Ու ես չեմ համաձայնվել, ստորագրել եմ, որ ես համաձայն չեմ։ Քթերից գնում է ջերմություն 7-8-ով ես պատվաստում անեմ, իմ երեխուց ձեռը։ Չէ, դե բնականաբար։ Մնում է բարձրաձայն ենք
երկու շաբթի մենք կգանք մերը կբարձրաձայնենք դուք եք։ Մենք էլ մեր կողմից պահանջատեր կլինենք ձեզ հետ։ Իմացեք, որ Մայր Հայաստան խմբակցությունը ամբողջովին ձեր կողքին է։ Մենք ձեզ հետ պահանջատեր ենք, ձեր կողքին ենք, այնքան ենք պահանջելու, որ հնարավորինս ամենասեղմ ժամկետում գոնե տարհանեն, ապահով տեղեր տանեն, վարձով ապահովեն, որպեսզի կարողանալ այս խնդիրը լուծել։ Հակառակ պարագայում Աստված մի արասցե, թող լեզուս չորանա, բայց ես նույնիսկ քայլելուց տեսնում ենք, որ Սպիտակում առավոտ 5-ից ձայն լսում ես ճռճռոց, ինչ որ մի բան հա ուժեղ քայլելուց էլ ես զգում եմ, որ վտանգավոր է։ Մի քիչ արագ քայլել, Աստված չանի վազել։ Ես ասեմ, լստեն նայ, մատրաշ երեխա է, հելը միշտ է, սրա վիճակը նայ։ Ես մի հատ կծրաստեղ չունի։ Շտապօգնություն որ գալիս է, այս աշճանների ձեն է, իմ սենյակը որ դուք եկաք։ Հա, այդ հեռավորության վրա լսվում է։ Լսվում է։ Ու կարող է լինի գիշերը։ Գումար չկա, բյուջեն գումար չկա, բայց ամեն օր լսում ենք Փաշինյանն ասում է, սրանից բռնագանձեցինք, նրա միլիոնները, միլիարդները հետ բերեցինք, եթե հետ եք բերել օրինական ձևով մարդկանց ապահովեք բնակարաններով, ում է պետք է այդ միլիարդը դիր նստի, վաղը մյուս օր լսեք, որ այս երկու շենքը չկա, ինչ որ բան ձեռնարկեք, ում է պետք, ինչքան զոհ պետք է տակ, նոր շարժվի սայլը տեղից։ Էլ այն ժամանակ պետք չի թող։ Ասեմ, Տիկին Ավետյանը, քաղաքապետան լավ է միջոցներ ունի եւ բյուջե ունի։ Դուք ինքներդ էլ մեզ քաջ ծանոթ եք, քաջատեղված ծանոթ եք, քաջատեղյակ եք ու գիտեք, իրանք ասում են կառավարությունը մեզ պետքա փոխանցի, մենք մեր միջոցներով հլա միած սկսեք մի 100 հոգու անելը, մի շաբաթվա մեջ, մի հատ աշխատանք կատարեք, սա էլ է տեղի չի շարժվում, սա դարել է այն Կարապխեց գետիրը եւ Գայլաձուկը հեքիաթը, պատմությունը։ Էնի նրան կոմիսա քաշում, սա իրա կոմիսա քաշում։ Հա, բա մեջտեղում ժողովուրդն է տուժում։ Ստիճի արդեն կոչվում է ոնա, տուժվում է ժողովուրդը։ Լավ։ Մենք այս հարցը շատ խիստ ենք պահանջում, երկու շաբթի օրը դուք մեր հետ եղեք, մենք Ձեզ հետ ենք, մենք ձեզ հետ ենք, այո, մենք էլ տեղում կլինենք, պահանջատեր ենք, պահանջելու ենք, թող իջնեն ու ասեն սեղմ ժամկետներ երբեն ձեզ կարողանում տարհանել այս իրավիճակից։ Նորակառույց մեծ վարձով պետք է նորակառույց բնակարանների մեջ սնկի պես աճում են շենքերը օրեկան աղտի ու փոշու մեջ կորած է Երևան քաղաքը բոլորը պայքարում են օդի մաքրության համար չէ։ Հա օդի աղտոտվածությամբ էլ արդեն հատել են թույլատրել իշեմը։ Օդի մաքրության համար տուգանում է չէ գնում ցապատողին տուգանում է։ Այո։ Այդ տուգանքները որ ինքը հավաքի դա կազմում արդեն 8 միլիարդ։ Ինքը խոսում է հələ 3 միլիարդ փող չունենք։ Ինչի՞ չունես, կառավարություններ ունի լավ բյուջե, քաղաքապետան լավ միջոցներ ունի, լավ ավտոներ ունի, էլեկտրամոբիլներ, պարկը, դուք գիտեք։ Այո, քաղաքապետանի ենթակայությամբ գործող ծառայողական մեքենաների պարկը 24 թվին ամբողջովին թարմացվեց։ Ես ինքս եմ գնացել քաղաքապետանի պարկի թարմացումը, ես վարորդներ ունեմ, էլ ինձ է հարազատ, թարմացված ցած պարկը։ Ամեն մեքենան արժի, թե 60-ից 65,000 դոլար։ 30 հատ մեքենա ինչ անում։ Մենք քրտնաջան աշխատում ենք, մեզ դրա համար պարտեվավճար։ Բայց ժողովուրդը տեսնում է այդ քրտնաջան աշխատանքը արդյոք, չենք տեսնում, չէ՞, ոչ մեկս չենք տեսնում։ Հա, միգուցե աշխատում են, բայց իրենց համար, բայց մենք այդ աշխատանքի արդյունքը չենք տեսնում։ Եթե տեսնեինք 23 թվականի ավականու ընտրություններից առաջ էլ 2018-ից ի վեր փոփոխվել է երկրում իրավիճակ, չէ՞, խոստանում էին։ Դե 7 տարի ժամանակ ունեին, որ այս խնդիրը լուծեին։ Փակել որ չմրսեն։ Համատիրությանը Մեծերն ու դիմելու։ երեխեք։ Համատիրությանը այդքան դիմելու։ Շենքից բոլորը ձեռ են քաշած, նայ։ Ոստանքի կաբելները ջրի խմելու ջրատար տրմբեկով են, խողովակներով։ Այդ վիճակն է, անտեսված, լքված։ Չկան այդ կապ ցապատողներից իրենք տուգանքներ են վերցնում, հսկայական գումարներ։ Այդ տուգանքների փոխարեն թող բնակարաններով ասեն ապահովեն մարդկանց։ Այսինքն դուք ելքն եք առաջարկում տրամաբանական ելք, այո, ճիշտ է։ Տեղյակ եք, այո։ Թող օգտագործեն այդ հնարավորությունն էլ ունեն։ Շինթույլտվությունը տալուց առաջ կարող են պայմանագիր կնքել հետները, որ ամեն անգամ մի քանի բնակչի գոնե ապահովել բնակարանով։ Տարի գլորելով։
Տասնյակ շենքեր ա կառուցվում, ամեն շենքից եթե մի 5-6 բնակարան կան, կողակնից գործը։ Մարդիկ ապրում են ստե 25-ից 35 տարի, բնակիչներ կան, հլա ես 7 տարվա ապրող եմ ստե։ Դարձել է երազանք, իջնենք են ներքևում կարիքում է մարդիկ։ Ձեզ առողջություն ենք մաղթում, համբերություն, իմացեք, որ մենք ցանկացած պահի ձեր կողքին ենք, ժողովուրդ ջան։ Շնորհակալություն ձեզ էլ, շնորհակալություն, որ դիմանում եք այս պայմաններում։ Հա, մեր ոտքը թեթև լինի, հա։ Այստեղ մի հատ կին կա, որ ասես մի հատ բան կա։ Հա, իջնենք ներքև, որ ցույց տա։ Հա, ասես։ Հա, շատ է վտանգավոր, էս էլ է վտանգավոր։ Ընտանիքից, Հա։ սուրագրությունը հավատում, աղագին են, որ Աբինյանին տեսնենք։ Չեն արձագանքել։ Կարեն ջան, я говорю, Գավարի, не перебиваю, ես հիշացնում եմ։ Այսինքն, բայց ցույց եք իրեն հանձնել եք այդ ստորագրություններով պահանջը, որ ուզում եք իր հետ։ հանձնելի ռեգիստրատորով, Հա, այնտեղ եկանք։ ինքը չի դուրս եկել։ Չի դուրս եկել, այսինքն 60 ընտանիքի։ Սևագրությունը իմ մոտ է։ Հա, այդ շատ լավ։ Մի հատ շենքի արանքը։ Ահա։ Եթե պետք լինի, կարող եմ տալ Հա, նկարել։ կուղարկեք Ես միշտ մոռանում եմ։ Հա, բերեք։ Էդի բարձրաձայն եմ։ Նոր աշկս ընկավ, հիշեցի ես։ Ուրեմն այդ գազի ավտոմին է կարեք էլի։ Ինչ ավտո կար ու։ Որ գալիս է գազը լսել։ Հա, չեմ տեսել այդ մեքենան։ Սիկին Աղեկյան ջան, ուրեմն սենց։ Եկեք ստեղ կանենք, ես այսպես չբացատրեմ։ Ուրեմն մի քանի տարի առաջ այս վերջի այն լավ երկրաշարժը որ եղավ, այս շենքերը սկսեց ճոճվել։ Իրանք եկան, այս երկաթը տեսնում եք բանը։ Լվացքի պարանը։ Չէ։ Հա, այս տեսա, հա։ Մյուսները այս մյուս շենքին է։ Իրանք եկան, ձիգ կապեցին, որպեսզի շենքը ամուր Հա, ինքը իրանով Հիմա ամրանա։ թուլությունը նայեք, կախվածությունը նայեք, այսի կռան բերեցին այս երկու Հա, փորձել են այդ լարով ամրացնել, այսինքն ամրացեցին երկու շենքը, մեկը հենա, մեկը հենա։ Իրար Հա, կապել արդեն թուլացել է, քամին ճոճում է արդեն։ Մեղեցին, ձիգ ձգեցին ու գնացին։ Դուք հիմա նայեք կորությունը նայեք։ Հա, Ու ամբողջովին։ այս պատը սաղ ամբողջությամբ ջուր է, թաց է։ Դե քարերն էլ է իրարից Լրիվ, հեռացած։ աղը մեջի թացը, կանաչ բորբոսը։ Այսինքն նորից արձանագրում ենք, որ Վարդաշենի 6-րդ փողոցի այս երկու հարակից հանրակացարանների բնակիչների կյանքը լիովին վտանգված է։ Լիովին, էդի խոսքը չի ասել։ Նացես աստիճանները։ Այս նկարել ենք, աստիճանները նկարել ենք, հա։ Լավ։ Վերջնական ամփոփենք, Վերջնական ամփոփենք այս պահանջում ենք ամենասեղմ ժամկետում, պահանջում ենք ամենասեղմ ժամկետում բնակարանային հարցը լուծել, խնդիրը լուծել, որպեսզի անվտանգ լինի մարդկանց կյանքը։ այո, Սոնա ջան։ Շրջան կբերես ստեղ։ Ժամկետում սկսեն Ամենասեղմ ժամկետում մի հատ տարհանում։ Բայց նորակառույց շենքի մեջ որ չէ, վարձով ուղարկեն։ Այսքան տարիների ձեր տառապանքը գոնե ունենա իր արժանի հատուցումը։ Առաջարկում բան, մենք համաձայն չենք, մենք պայմանագիր չենք կնքելու սերտիֆիկատի հետ, մենք տարհանումը համաձայն ենք նորակառույցի մեջ միայն։ Մասն առ մաս թեկուս։ Շտաբ մի 100 հոգու պետք է ամեն շենքից Դուրս հանել, որ։ Հա։ Կատեգորիա էլի ասեցի, չէ՞ մաս։ Եթե քեզ առաջինը տան, ինձ երկրորդը, ես քեզ կծեցեմ։ Հա, ուրեմն մի անգամ։ Որտեղ վտանգավոր է, հա, իհարկե խնդիր է առաջանալու նաև տարբերակված վտանգելու դեպքում եկեք Բոլորին միասին, որտեղ ստեղ իրար կխփեն, գիտես ինչ շենք, հա։ Կրիմինալի շենք։ Հա, ամբողջովին երևում է, երևում է, զգացվում է։ Մենք ընդհատում ենք արդեն ավարտում ենք եթերը, սիրելի քաղաքացիներ, տեղեկացնենք, որ հետևողական ենք լինելու են քաղաքացիների կողքը, մինչև որ այս խնդիրը ստանա իր արժանի պատասխանը, քաղաքացիների կյանքը լինի անվտանգ։ Այս ընտանիքներում մեծանում են ապագա զինվորներ, ապագա մայրեր, ուսուցիչներ, ընդհանրապես հայ մարդիկ են ապրում, տարեցներ, ովքեր իրավունք ունեն իրենց վաստակած կյանքը
նորմալ պայմաններում անցկացնելու։ Մանավանդ որ նրանցից գրեթե բոլորը աշխատում են, մուծում են իրենց, վճարում են իրենց հարկերն ու տուրքերը, այսինքն լիիրավ քաղաքացիներ են եւ գրեթե բոլոր ընտանիքներում եղել են զինվորներ, ճիշտ եմ ասում։ Բանակում ծառայել են բոլոր։ Նորակոչի կողքը մեծ կասած։ Իմ Նորակոչի։ Վայ ոտս բռնվեց, մի ամի քայլում ասում վայ ոտս բռնվեց։ Ինչա՞։ Տարբեր հիվանդություն։ Բայց 2 տարի հետո իմ երեխան ինչ առողջություն է։ Մի հատ էլ բանակից կա ինչ վիճակում կլինի։ Շենքերի բնակիչների ճակատագրի մասին հետագայում նորից կտեղեկացնենք։